Բազուկը բարերար ազդեցություն ունի մարդու օրգանիզմի վրա։ Լավացնում է ուղիղ աշխատանքը, տեսողությունը, արյան շրջանառությունը եւ բացի այդ հրաշագործություններից նա մասնակցում է խոհարարական գլուխգործոցների ստեղծմանը։ Բարի օր, այսօր առաջարկում միասին պատրաստենք բազուկով տոնական աղցան։ Իսկ սկսենք սիրելի ամանը գործի դնելուց։ Տեղադրում ենք տախտակը։ Եվ սկսում ենք մշակել առաջին բաղադրիչը։ Դա քաղցր պղպեղն է։ Վերցրել եմ այսպիսի փոքրիկ քաղցր պղպեղներ։ Սրանք պատրաստվում եմ ուղարկել ջեռոց։ Հեռացնում ենք պտղակոթերը, սերմերը։ Եվ շարում ենք սրանք ջեռոցի տապակի վրա։ Իսկ ավելի շուտ սիլիկոնե գորգի։ Բայց նախքան գորգի վրա շարելը հարկավոր է յուղել, այնպես որ գցենք սիրելի ամանի մեջ։ Կվերցնեմ Սլոբոդա ապրանքանիշի բուսայուղ, ձիթապտղի և արևածաղկի խառնուրդ։ Մի քանի կաթիլ լցնենք պղպեղների վրա։ Ջեռոցը կմիացնեմ գրիլ եղանակով 200 ոչ 280 աստիճան։ Հենց կարմիր կեղև կապեց կհանենք և կկտրատենք, ավելացնենք այն ամեն ինչին, ինչը հիմա մշակելու ենք։ Այժմ կառաջարկեմ քերել մանրավարունգ, մարինացված մանրավարունգ, 3-4 հատ։ Վարունգը կքերեմ, հենց այս սիրելի ամանի մեջ կանենք ամեն ինչ, կքերեմ մանր անցքերով։ Չորս մանրավարունգ քերեցինք մանր անցքերով։ Դու դեռ մնամ, շարունակելու ենք հենց քեզնով։ Այժմ մշակելու ենք կարելի ասել գլխավոր բաղադրիչը։ Դա նախապես խաշած բազուկն է։ Վերցրել եմ 2 միջին չափի բազուկ, խաշել եմ մինչև փափկի, այսինքն եփվի, որից հետո քերելու եմ մեծ անցքերով։ Որպեսզի ձեռքը չներկվի, կարող եք ձեռնոց կրել, կամ կարող եք առանց ձեռնոցի ուղղակի քերել, որից հետո կիտրոնի հյութով մաքրել ներկը ձեռքից։ Բնական ներկը բազուկի։ Բազուկից հյուրասիրեմ քեզ վերցրու, գիտեմ որ սիրում ես։ Կարծես թե դու քո գործը ավարտեցիր, ազատ ես։
Ցողում ենք Սլոբոդա ապրանքանիշի բուսայողով, ձիթապտղի եւ արևածաղկի խառնուրդով այս գործողությունը անում եմ նրա համար, որ բազուկը շատ գույնը դուրս չգցի, այսինքն մյուս բաղադրիչները չներկի այդքան շատ, որքան հարկավոր չէ։ Այս աղցանի մեջ, տոնական աղցանի մեջ կա մեկ բաղադրիչ, որը հարկավոր է նախապես մարինացնել։ Դա կարմիր սոխն է։ Վերցնում ենք 1 գլուխ կարմիր սոխ։ Կտրատում ենք կիսաուղակների։ Սա տեղափոխում ենք ապակյա թասի մեջ։ Համեմում ենք Մարրանիկ ընկերության աղով եւ շաքարավազով։ Տրորում ենք պատառաքաղի օգնությամբ։ Հենց հյութը դուրս գցեց, կհամեմեմ կիտրոնի հյութով։ Կես կիտրոն ենք քամում։ Ամբողջը չեմ օգտագործի սոխի վրա, մի քանի կաթիլ ուղղակի։ Ավելի ուշ սոուս ենք պատրաստելու, կիտրոնի հյութը մնացածը կօգտագործեմ այնտեղ։ Սոխը կհամեմեմ նաև Մարրանիկ ընկերության ցիտրոնով։ Այն շատ հետաքրքիր երանգ կհաղորդի սոխին։ Համային երանգ։ Մնա մարինացվի։ Անցնենք առաջ, մյուս բաղադրիչը, որը կառաջարկեմ, դա լոլիկի չիրն է։ Լոլիկի չիր շատ եմ սիրում եւ հաճախ եմ օգտագործում։ Արի հենց քեզ էլ կօգտագործենք։ Կվերցնեմ 1, 2, 3, 4 շերտ։ Լոլիկի չիր ձիթայուղի մեջ։ Ձիթայուղն էլ այսպես կօգտագործեմ։ Համեմված ձիթայուղը հաճելի համ կհաղորդի։ Հենց սրանից է կլցնեմ մի փոքր։ Իբրև համեմունք։ Կտրատում ենք լոլիկի չրերը, ինչպես ասացի 4 շերտ։ Փրկենք պղպեղները, կարծում եմ ժամանակն է հանել ջեռոցից։ Դու կողք գնի։ Թող սառչի, կկտրատենք ավելի ուշ։ Մյուս բաղադրիչը դա ընկույզն է, որը հարկավոր է նախապես բովել։
դրսել եմ 50 գրամ ընկույզ։ Մինչ ընկույզը բովում է, հավանգի մեջ 3 բճեղ սխտոր կտրորեմ։ Մառանիկ ընկերության 1 պտխունց ծովի աղով։ Աղը լցնում եմ հավանգի մեջ, որ լավ տրորվի սխտորը։ Հավանգի մեջ պատրաստում ենք աղցանի սոուսը։ Հենց մածուկի վերածվեց սխտորը, կավելացնեմ ընկույզից մի քանի հատ, ասենք 4 հատ։ Տապակի մեջ քանի դեռ տաք է, կբովեմ արևածաղկի սերմ, ընկույզը տրորում ենք սխտորի հետ, սա մեզ ավելի ուշ է պետք գալու, այստեղ թող մնա։ Մածուկի վերացելուց հետո սխտոր և ընկույզը սրան կավելացնեմ կիտրոնի հյութը մնացած քաղցր մանանեխ Մառանիկ ընկերության աղացած սև պղպեղ, դե աղ արդեն արել ենք, կավելացնեմ 2 ճաշի գթալ թահին, կրկին լոլիկի չրի ձիթայողեց մի փոքր, համտեսենք, կավելացնեմ նաև բալզամիկ մածուկ, մոտ կես թեյի գթալ, թող մնա որոշակի ժամանակ, վերադառնանք մնացած ընկույզին, որը չօգտագործեցինք սոուսի մեջ, մանր կտրատում և լցնում ենք սիրելի ամանի մեջ։ Հաջորդ բաղադրիչը, որ ուզում եմ առաջարկել, դա մառանիկ ընկերության սիսերն է։ Սիսերը, 1 բաժակ սիսերը նախապես թրջել եմ 8 ժամ, որից հետո հոսող ջրի տակ լավ լվացել եմ, սառը ջուր եմ լցրել, եփել եմ այնքան, մինչև փափկի։ Սիսերը թեթևակի ջար թրտում ենք, ոչ բոլոր սիսերները, որոշակի մասը,
Եվ լցնում ենք բազուկի վրա։ Նույն կերպ մշակում եւ բազուկի վրա ենք լցնում կարմիր հատիկ լոբին մառանիկ ընկերության, որը նույնպես 8 ժամ թողել եմ ջրի մեջ, հետո սոսով ջրի տակ լվացել եմ, եփել եմ մի խոսքով։ Եվս սա էլ է 1 բաժակ։ Արի այստեղ դու կողքինը բազուկին կավելացնեմ նաև պահածոյացված կանաչ ոլոր, կես բաժակ։ Կտրատում ենք պղպեղները, օղակների։ Արի մոտ դու գործ արեցիր, անմիջապես կլցնեմ նաև մարինացված սոխը, ևս մեկ անգամ խառնենք, լցնում ենք սոուսը, կրկին տակնու վրա ենք անում, որ հավասար սոուսը իր համերով մասնակցի բոլոր բաղադրիչներին, համտեսենք, հրաշալի։ Որոշակի ժամանակ թողնենք, թող համերը խառնվեն։ Իսկ մենք նախապատրաստենք բարձիկ աղցանի համար։ Բարձիկի համար կվերցնեմ թարմ կանաչներից մառուլի տերևներ, 1, 2, 3, 4, 5 տերև, նանա, 3-4 ցոն սամիտ, սամիթի ցողունները մանր կկտրատեմ և կավելացնեմ աղցանի մեջ։ Իսկ տերևները արդեն կկտրատեմ նանայի տերևների հետ, ցողունը պինդ է, չեմ օգտագործում նանայի միայն տերևները։ Մանր կտրատում ենք սա։ Մառուլի տերևները կտրատում եմ ժապավենների։ Նախ տեղադրում ենք մառուլի տերևները, հետո լցնում ենք մանրացրած նանան և սամիթը, ևս մեկ անգամ խառնենք և լցնենք նաև աղցանը։
Եվ վրան շաղ ենք տալիս արևածաղկի սերմել։ Վերջ, տոնական աղցանը պատրաստ է։ Բազուկով տոնական աղցան։ Թասի մեջ լցնել պտղակոթը հանած քաղցր պղպեղ, ցողել բուսաեղով, շարել ջեռոցի նախապես սիլիկոնե գորգ կամ յուղաթուղթ փռած տապակի վրա։ 280 աստիճան տաքացրած ջեռոցում եփել գրիլ եղանակով այնքան, մինչև կարմիր կեղև կապի։ Եփելուց հետո օղակաձև կտրատել։ Կարմիր սոխը կտրատել կիսաօղակների, համեմել աղով, շաքարավազով, տրորել։ Հենց հյութը դուրս տա, ավելացնել կիտրոնի հյութ։ Համեմել չորացրած ցիտրոնով, թողնել մարինացվի։ Սոուսի համար հավանգի մեջ տրորել սխտոր եւ ծովի աղ։ Ավելացնել բոված ընկույզ, տրորել։ Մածուկի վերածելուց հետո ավելացնել կիտրոնի հյութ, քաղցր մանանեխ, սև պղպեղ, թահին, ձիթայուղում մարինացված լոլիկի չրի ձիթայուղից, բալզամիկ մածուկ։ Թասի մեջ քերել մարինացված մանրավարունգ, նախապես խաշած բազուկ, ցողել բուսաեղով։ Ավելացնել ձիթայուղի մեջ մարինացված լոլիկի չրի ձիթայուղից եւ կտրատած չիրը, բոված մանր կտրատած ընկույզ, թեթևակի տրորած նախապես խաշած սիսեր եւ կարմիր լոբի։ Խառնել, ավելացնել պահածոյացված կանաչ ոլոր, պղպեղը, մարինացված սոխը, լավ տակնու վրա անել։ Վրան լցնել սոուսը, կրկին տակնու վրա անել։ Ավելացնել մանր կտրատած սամիթի ցողուն։ Մատուցման ափսեի մեջ դնել ժապավենաձև կտրատած մարոլի տերև, մանր կտրատած սամիթ եւ նանա։ Վրան լցնել աղցանը, շաղ տալ արևածաղկի բոված սերմեր, մատուցել։ Հաջորդ անգամ ձեռքի տակ ունեցեք տավարի միս, որսորդական երշիկ, խոզապուխտ, կապար, կիտրոն, մարինացված վարունգ, սլոբոդա ապրանքանիշի մթերք եւ ընտրալատիկ համեգախնիկ, դե իհարկե մառանիկ։ Այսօր այսքանը։ Իսկ մենք կհանդիպենք, երբ կհանդիպենք։